Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, ես կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Արմինե Ադիբեկյանը, բարի ձեզ Արմինե, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Նմանապես։ Եվ այսպես, ես վստահ եմ, որ դուք այն մարդկանց թվում եք, որ ասում եք մենք հիմա ավելի լավ ենք ապրում, քան մինչև 2018 թվականը, համաձայն չեք դուք այս խոսքերի հետ։ Իհարկե համաձայն չեմ։ Չէ, ինչու Ալենն ասե, որ մենք բոլորս հիմնական Ալենը չի լինի մի մարդ ասել, չի լինի մի մարդ ասել։ Չէ, Ալենը սուտ չի ասել, որովհետև Ալենի շրջապատում տենց էլ կա։ Այսինքն մինչև 18 թվականը Ալենը ինչ որ քրչոտ անհասկանալի պերսոնաժ էր եւ իր շրջապատը։ Բասմա բրենդային մայկաներ ունեի։ Ես չգիտեմ ինքը ինչ ասում, ամեն դեպքում կարող է ինչ որ մեկը նվիրել է ու իր համար դա այն աստիճանի անհավանական բան էր, որ ինքը դրա մասին խոսում, ասենք իմ մտքով չի անցնի, ասեմ ես ինչ եմ ունեցել կամ ինչ ունեմ կամ ինչ բրենդ եմ հագնում, որովհետև մարդուն եւ մարդու կարգավիճակը իր ներքնաշորը չի բանանում ձևավորում կամ ցուցադրում, այլ ինքը իրանից ինչա ներկայացնում իր գանգատուփի պարունակությունը, հա։ Այսինքն Ալեն Սիմոնյանի շրջապատում դա իրոք այդպես է, բայց եկեք նայենք այն, չգիտեմ, տաքսիստները, կանաչի ծախողները, ուսուցիչները, բժիշկները, եկեք իրանցից խոսենք, իրանց կյանքում բան փոխվել է։ Իսկ մա չի լինի մի մարդ, որ ասի։ Սուտ է ասում, որովհետև ինքը այդ մարդկանց հետո եկեք ֆիքսենք մի հատ շատ կարևոր բան, հա, որ նույն Ալեն Սիմոնյանը որպես ժողովուրդ ընկալում է միայն այն մարդկանց, որոնք պաշտում են Փաշինյանին եւ նրա վարչակազմը, ով որ դեմ է, դա նրանց ընկալմամբ ժողովուրդ չեն եւ մարդիկ չեն։ Եվ հետեւաբար, երբ որ նա ասում է չկա մի մարդ, այդ նշանակում է չկա մի մարդ, որին նա ճանաչում կամ չկա մի մարդ, ով որ նրանց պաշտում է։ Ի վերջո գոյություն ունեն սոցիոլոգիական հետազոտություններ, այդ հետազոտությունների արդյունքներ, մենք ունենք հիասթափվածների մի մեծ բանակ, այսինքն այստեղ արդեն իմ խոսքը չի, այլ կոնկրետ չոր, կոնկրետ թվեր են։ Մարդը 90 չի իհարկե, այդ մի քիչ սուտ է, Փաշինյանը երբեք 90% չի ունեցել, բայց եթե մենք խոսում ենք քարոզչական բանը, մարդը ունենալով առնվազն 80-ից ավել դրական ձայն, հիմա 20-ն էլ չի կարողանում հավաքի։ Դա ինչի մասին է խոսում։ Դա խոսում է նրա մասին, որ կան մարդիկ, որոնց կյանքը ոչ թե չի փոխվել դեպի լավը, այլ հակառակը փոխվել է դեպի վատը, եւ նրանք հիասթափվել են եւ այդ հիասթափվածների քանակության աճի շնորհիվ մենք կարող ենք դատել, որ Ալեն Սիմոնյանը հերթական անգամ լկտի ստուն է։ Ասենք մեսի, որ չի թքել։ Դա լավ է մեծ ձեռքբերում Սիմոնյանի պարագայում։ Միշտ ապեք, չգիտեք ինչ։ Չնայած իսկականից դեռ հələ կարող է թքի։ Իրականում դա ինչ որ հիշում եք Մելքոնյան Գագիկն էլ ասեց, ասում է բանը հեղափոխությունից հետո ասում է իմ շրջապատում չկա մարդ, ով որ բան արել, վատ է ապրում։ Դե իհարկե քո շրջապատում չկա տենց մարդ։ Դա մի հատ ոտը դուրս գցի շրջապատից այն կողմ եւ տես մարդիկ ոնց են ապրում։ Ի վերջո մենք ենք, չէ՞, գնում այդ յուղերով, տներով այդ մարդկանց հարցումներ անցկացնում ու տեսնում ենք ոնց են իրանք ապրում։ Ես էլ բան չեմ, չգիտեմ, իմ շրջապատում մարդկանց կյանքի որակը փոխվել է ոչ այդքան ֆինանսական առումով, այլ զուտ բարոյական, հա։ Դե ես ոնց հասկանում եմ Սիմոնյանը դրա մասին չի խոսում, բայց ես չեմ կարող ասել, որ Հայաստանի բնակչության կյանքի որակը անփոփոխ է մնացել, որտեղ իմ շրջապատը դա ցուցանիշ չի։ Ինչ շրջապատում են մասնագետներ, որոնք ցանկացած պարագայում աշխատանք կգտնեն։ Նրանք ունեն իրանց գործը, նրանք ունեն իրանց աշխատանքը, իրանց եկամուտները, մեկին է մի քիչ աճել է, մեկին է մի քիչ նվազել է, բայց որպես
այդպեսին կտրուկ չի փոխվել, բայց իմ շրջապատը դա ցուցանիշ չի, որտեղ ինձ շրջապատում են ինձպես մարդիկ, մասնագիտություն ունեցող, կիրթ, գրագետ, ես չգիտեմ, բանեղած, պահանջված մարդիկ, բայց Հայաստանի Հանրապետությունում այդ շատ փոքր տոկոսից պակաս քանակության մարդիկ են, եւ դա ցուցանիշ չի։ Ու դեպ ասած այդ մարդկանցից ոչ ոք դուրս չի գալիս, չի պատմում ինքը մինչև 18 թվականին ինչ տրուսիկա հագել, 18-ից հետո ինչ տրուսիկա շարունակում հագնել կամ չի հագնում։ Կամ ի վերջո դուք 18 թվականից ի վեր երբևիցե լսել եք, որ Ալեն Սիմոնյանը մի շիտակ բառ ասած լինի։ Մարդը 7 տարի է սուտ է խոսում, նայում է ձեր բոլորի աչքերին եւ ստում է, սկսած աղդամը մեր հայրենիքից, վերջացրած տվեք ինձ բանը իշխանություն եւ ես այս երկիրը կփոխեմ։ Իշխանությունը տվեցինք ու տեսանք ինչ եղավ։ Դա ինչ-որ անիմաստ բարբաջանք է, որը իրականությանն է համապատասխանում միայն Ալեն Սիմոնյանին շրջապատող բանի մեջ, պուզիրի մեջ, պուզիր հայերեն ոնց։ Մի քանի թեմա, քիչ առաջ Էդգարներ Էլբակյանը այստեղ առանձնացրեց, որ այդ թեմաներից յանք հունից դուրս են գալիս, են որ թուրքերի ծառա, թուրքական ծրագիր են իրականացնում, բայց առաջին հերթին, երբ որ խոսում են կոռուպցիա եւ թալան։ Դուք եք համաձայն, որ դրանից է որ Նիկոլը հունից դուրս եկավ եւ հիմա բոլոր ինչ թե բաներ առաջ են քաշում, տեսեք ազգային ժողովն էլ ինչ ակտիվացել են, պայմանավորված է դրա, որտեղ արդեն բացահայտումները 3 օրինակ պարոն Բագրատյանը այստեղ ներկայացրեց 7 տարվա տնտեսության մեջ եղած ստվերը, որ կազմում է 60 միլիարդ դոլար։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության տարեկան բյուջեն 5-ից 7 միլիարդ է։ Այսինքն իրանք 7 տարվա ընթացքում, այո, ինչ են արել։ Գողացել են Հայաստանի Հանրապետության 8-10 տարվա բյուջեն։ Այդ 8-10 տարվա թոշակներ են, բյուջետային աշխատողների աշխատավարձներն են, դա սոցիալական վճարներն են, դա բանակն է, դա առողջապահությունն է, դա կրթությունն է։ 168 միայն գրադարան է փակել Նիկոլը։ Ինչի մասին ենք խոսում։ Հա, ես համամիտ եմ, եթե հարցը տենց է հնչում, ես համամիտ եմ, որովհետև անդրավորվում ինքը։ Դուք նայեք, երբ որ մենք խոսում էինք Հայաստանը ծախելու, հողեր հանձնելու, Արցախը նվիրաբերելու, բանակը քանդելու, կրթություն, առողջապահություն ոչնչացում, շատ հանգիստ ապրում էին, որովհետև դա անհաշվառելի եւ անապացուցելի բաներ էր եւ Նիկոլը դրան հակադարձում էր, որ 30 տարի բանակը թալանել են, դրա համար էս վիճակն է։ Ես չգիտեմ, պատերազմը ես չեմ սկսել, իմ պատճառով չի սկսել, այլ իմ օրոք է եղել պատերազմը, ինչ անհեթեթ բաներ, բանաձև էր մշակել իր այդ խղճիկ ուղեղի մեջ, բայց երբ որ կոնկրետ փաստերով խոսում են, ոնց է թալանվում քաղաքի, Երևան քաղաքի բյուջեն, Մեսրոպ Մանուկյանը իր թմով փայլունձերի բացահայտում է թվերով եւ պատկերներով, վիդեոներով ցույց է տալիս ինչը ոնց է թալանվել։ Երբ որ ցույց են տալիս ոնց է թալանվում կրթության համակարգը, պետական շինարարությունը, ճանապարհաշինությունը, ոնց է թալանվում։ Տենդերները 10 միլիոն, 15 միլիոն, երեք պարոն Բագրատյանը, մի հատ էլ կառանձնացնես Մարիամ։ Քանի միլիոն են քրեական գործեր հարուցվեն այն ընկերությունների եւ այն չինովնիկների նկատմամբ, որոնք այդ ամեն ինչի մեջ թաթախված են, իրենք ինչ են անում։ Իրանք գործ են հարուցում այն մարդկանց նկատմամբ, որոնք այդ ամեն ինչը բացահայտել են։ Իդեպ ասած, ես այդ ամեն ինչը 15 տարի դիտարկել եմ Ադրբեջանում։ Հա, նույն ոճներ։ Նույն ոճներ։ Հոպան է։ Ոչ բարով խերով Հադիջա Իսմայլովան, որ մարդուն բանտ նստացրեցին, ինչի համար նստացրեցին։ Նա Ալիևից ոչ պակաս հայատիացա, նա Հայաստանի շպիոն չի, նա խաղաղության աղավնի չի, նա այսինքն
այդ կինը Եվրոպայից ֆինանսավորվում էր, մենակ մի բանի համար նա բացահայտում էր Ալիևների ընտանիքի կոռուպցիան եւ նրանց ունեցվածքը ամբողջ աշխարհում։ Եվ նրանք դրա համար դատեցին։ Հիմա նայեք մենք ինչ ունենք 2019 թվականին Փաշինյանը ելույթ ունենում հերթական իր այդ վերջի անգամ երբ բան արեցին մարդ հավաքեցին հրապարակում արդեն չեմ հիշում 18-ի վերջ 19 ասեց որ կոռուպցիան ըստ էության այդ իր ըստ էությանը մորթում է էլի որովհետև այդ շատ նենց անորոշ ու ոչ մի խոստումնալից բան չներշնչող բառակապակցությունն է որը զրոյացնում է բոլոր պնդումները այնուամենայնիվ կոռուպցիան Հայաստանում հաղթահարված է։ Ես ցիտում եմ Նիկոլ Փաշինյանի խոսքը։ Բա ինչ եղավ տղա ջան։ Ու մեկ էլ վդրուկ տղա ջան չէ։ Պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանի ընտանիքը իր այդ սիրուհու Սուգնկի արտամուսնակ չգիտեմ ինչ ասեմ։ Ինչ ասում ես նրան կողքի էքը մի խոսքով ով է իրանից երեխա բերում։ Հա։ Այդ էքից սկսած վերջացրած նրա մնացած բոլոր մերձավորներով ոչ միայն այդ կոռուպցիայի վրա աչք են փակում, այլ նաև այդ կոռուպցիոն համակարգի ամենաանմիջական մասնակիցներն են։ Գնահատվում է այսօր են հարց բարձրացրել, հա։ Արդեն արձանագրված փաստեր են։ Հիմա եկեք հասկանանք 10 մի քանի տարի առաջ Փաշինյանը ձեզ հերթական անգամ խաբել էր։ Էսա։ Ու իհարկե նրանց դուր չի գալիս, որ իրանց հազիվ այդ քրտնաջան վաստակած միլիարդները պարզվում է, որ նրանք ոչ միայն ապօրինի են ձեռք բերել, այլ նաև դրա մասին մեջել էլ արձագանքում է, վարչապետ, նախկին վարչապետը խոսում, պատական մարդ չի, չէ՞, չգիտեմ, երեք հետևել, չէ, թվերով, այսքան էս ինչ թվին, էս ինչ տեղից էս կամ, սա թվերով բաց ներկայացնում է, որ դու ստերից թալանել ես 60 միլիարդ։ Ոչ մի արձագանք։ Անկամ եթե թալանված լիներ 1 միլիարդ կամ 1 միլիոն դա քրեական գործ է, դա պետք է հետախուզվի։ Քաղաքապետարանը մեռան ասելով այդ տենդերները 10 միլիոն արդեն կարևոր չի ինչքան է գողացվել, այստեղ կարևորը գողացման փաստն է, որովհետև որ դու մի թևից ասում ես կոռուպցիան հաղթահարված է, մյուս կողմից դու հիմնում ես նոր այլանդակ, այլասերված կոռուպցիոն համակարգ, որը ակնհայտորեն թալանում է այս երկիրը ու փորձում է փակել այն մարդկանց բերանը, ով որ այդ թալանը բացահայտվել է։ Բացի դրանից այդ թալանը բացահայտողներին խոշտանգում են, ծեծի են ենթարկում, քրեական գործեր են հարուցում ու այդ մարդկանց փորձում են լռեցնել։ Այն այդ արևելյան անդուր, այն քաղկենիական մոտեցում կա, երբ որ ասում եմ ես ինչ ուզում եմ կարամ անեմ, բայց ինձ դուր չի գալիս, որ դրա մասին իմանում են ու սկսում են խոսել։ Այսինքն այստեղ խնդրեմը չի, որ ինչ որ մեկը դա անում է, այլ խնդրեմը նրանում է, որ դրա մասին խոսում են։ Այդ քաղկենիությունը եկել է մտել է մեր առօրյա։ Եվ որ զանգում ասում են ախպեր, էսի լավ տղու կնիկա կամ էսի լավ տղա է մի գրի, մի խոսա իր մասին բան, չկա տենց բան, եթե լավ տղա է, ուրեմն ինքը դա չպետք է աներ կամ իր էքին պտի այնց կարգի հրավիրեր, որ այդ էքը տենց բաներ չաներ։ Բայց տենց ոնց կլինի, մի կողմից թալանում եք, մի կողմից դավաճանում եք, մի կողմից ծախում եք, մյուս կողմից էլ ուզում եք դրա մասին ոչ ոք չխոսա եւ չբացահայտի։ Բայց տեսեք ոնց է շրջանցում է հիմա էր ազգային օրինակ Ռոբերտ Մարգարյան երեք Աննայի
կոնկրետ կոռուպցիոն սխեման գրել է, չգիտեմ իր էջում ոչ մի արձագանք չկա, ազգային ժողովում երեկվանից արդեն չգիտեմ քանի կոռուպցիոն բան են շրջանցում են եւ ասում են մենք հիմա ապտի զբաղվենք Ռոբերտ Քոչարյանի բանով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի առգրավում ուրեմն անցել է 7 տարի իրանց թալանից խոսում ես չէ այստեղ շատ կարեւոր բան այստեղ ոչ միայն իրանց թալանը ծածկելն այստեղ մի հատ շատ կարեւոր նուրբ մոմենտ կա ուրեմն Նիկոլ Փաշինյանը եկել է իշխանության Այն լոզունգի տակ, որ ինքը Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից Սարգսյանը բանը թալանած միլիարդները բերելու է հետ բյուջե։ Սա է եղել այն կարգախոսը, որով էս ժեխը սկսել է աստվածացնել Փաշինյանին, որովհետեւ ժեխի ինկալմամբ Հայաստանի Հանրապետության սաղ փողեր, չնայած եթե Քոչարյանի եւ Սարգսյանի ունեցվածքը իրանց պոճկեքը ներառյալ դնես հաշվես 60 միլիարդ մեկա չի կազմի դրա մասին չի խոսքը գնում հիմա մենք անցել է 7 տարի տեղի ունեցել մի քանի փորձ դատական ճանապարհով բան անել կուլակաթափ անել Ռոբերտ Քոչարյանին եւ Սաշիկ Սարգսյանին։ Հիշում եք ամենասկզբից տենց էր, չէ՞, շաբաթը մեկ այդ մարդկանց տանում էին բան դատարան քնչական տենց չկա, ուրեմն 7 տարվա ընթացքում օրինական ճանապարհով չկարողացան ապացուցել։ Սա շատ կարևոր է։ Օրինական ճանապարհով չի ստացվել ապացուցել, որ այդ մարդիկ այդ իրանց այսօրվա ունեցվածքը թալանել են։ Այստեղ մենք երկու տարբերակ ունենք։ Կամ իրանք այնքան խելացի են թալանել, որ այս տգետները չեն կարողանում գտնել պոչերը, կամ էլ թալան տեղի չի ունեցել։ Ընտրեք, որ տարբերակը ուզում եք, ընտրեք։ Երկուսն էլ օքեյ է։ Բայց դրա հետ զուգահեռ մենք ունենք Նիկոլ Փաշինյանի ռեյտինգի անկում, ինչի մասին ես սկզբից խոսեցի, այսինքն այն մարդիկ, որոնք մեծ հույսով ընկած Նիկոլեին պաշտում, հիմա հիասթափված են։ Ու այդ տատիկները, որոնք Նիկոլ, նու ես թվեր չեմ կարող ասել, չեմ հետազոտել, բայց նայելով այդ բաները, որ ժուրնալիստները մոտենում են սկսում են հարցնել, մի քանի այտենց ճիվախ տատիկներ, ասում են, որ ես Նիկոլից հիասթափվել եմ, որովհետև ինքը խոստացել է Քոչարյանի ունեցվածքը առգրավի ու բանանի, կուլակաթափանի, ու ինքը քանի որ դա չի արել, հետևաբար ես Նիկոլից հիասթափվել եմ։ Հիմա Նիկոլը պատրաստվում է 26 թվականի ընտրություններին։ Դրա համար ինքը ինչ պետք է անի։ Այդ իր կորցրած ձայները հետ բերի։ Այդ կորցրած ձայների հույս ու հավատը ինչն էր։ Ոչ թե թոշակը, ոչ թե առողջապահությունը, բանակը, կրթությունը, ինքը պարավ տատիկ է, իր մեջ այդ բանը իդեֆիքսը մտածա, որ Քոչարյանի թալանածը։ Հիմա այդ տատիկներին հետ բերելու համար ինչ են անում։ Նորից սկսում են փորձել կուլակաթափանը Ռոբերտ Քոչարյանին։ Օրինական ճանապարհով չի ստացվել, որտեղ եթե ստացվող բան լիներ, իրանք ունեին 7 տարի, 7 տարվա ընթացքում այդ չես կարողացել։ Չէ, ստացվելու է։ Հիմա տեսեք, 7 տարի շարունակ կերակրեցին, որ այս ինչը տարել է, հեսա դու ստամոքսդ լցնելու ես, այդ պարավին հագենալու ես, բանը դրա գինը, ասեք Արցախնա ջանդամ, տվեցինք Արցախը պրծան։ Չգիտեմ, այդ մարդիկ հիմա ուղեղներին հասել է, որ մեկը իրանց թալանել, իրանք չեն կշտացել, իրանք սոված են մնալու։ Ոչ, այդ մարդիկ ունեին Այսան գող են ու թալանչի են, դրանք գումարած հայրենիք ծախող տականք։ Ոչ, այդ մարդիկ Նիկոլին սատարել են մի պայմանով Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքը խլել։ Ինքը չկշտանա, բայց ինքը մտածել ինքը կշտանա։ Այ երբ որ դա կգա, երբ որ այդ գեշտալտը կփակվի, ինքը կնստի կմտածի, բա հետո 7 տարիա չի մտածում, Արցախը չկա, հարևանի տղուտարը սպանեցին, Եռաբլուրը մեծացրեցին, Հայաստանը ծախում է, չէ։ Ոչ, իրան դա հետաքրքիր չէ։ Կրակում են իր տան վրա սահմանը, ոչ, իրանց դա հետաքրքիր չէ։ Իրանք ունեն մի գեշտալտ, մի խոստում, որը չի կատարվել։ Հիմա Փաշինյանը լավով, վատով, ճշտով, ստով փորձելու է այդ բաներին Լավ, ինքը տեղյակա, որ Նիկոլը թալան չի տարել 60 միլիարդ, չէ։ Ոչ,
ես կարամ Ադրբեջանի օրինակով բերեմ զուգահեռ, որ պատկերացնեք Ժեխի մտածելակերպը։ Ադրբեջանում իրոք շատ ծանր սոցիալ-տնտեսական վիճակ, այսինքն հասարակ քաղաքացիները ապրում են շատ վատ։ Ապրելով տարածաշրջանի ամենահարուստ երկրում։ Այսինքն Ադրբեջանի ասեմ ավելին, ու միշտ դա տենց եղել, հանկարծ չվերագրեք այս եթիմներին։ Հայաստանում աշխատավարձներն են միշտ ավելի բարձր եղել, թոշակներն են ավելի բարձր եղել։ Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ երկիրն է։ Պաշարներով, բայց եւ պաշարներով եւ ունեցվածքով, եւ ռեսուրսներով եւ կոնկրետ բանով, ֆինանսական բազայով, բայց այնուամենայնիվ հասարակ հայաստանցին միշտ ապրել է ավելի լավ, քան Ադրբեջանում։ 2011 թե 10 2000-ականների մեջտեղներում համացանցը գմփում է բանով, որ ոմն 11-ամյա Հեյդար Ալիևը Դուբայում ունի մի շարք թանգանոց անշարժ գույք, խոսքը գնում է Իլհամ Ալիևի որդի Հեյդարի մասին, այսինքն 11 տարեկան երեխու անունով Դուբայներում տներ, անշարժ գույքեր, ակցիաներ, այդտեղ իդեպ ասած Հադիջա Իսմայիլովայի բացահայտություններն են, ինչ ակցիաներ եւ ինչ ունեցվածք ունի Ալիևա Լեյլան, ինչ ունեցվածք ունի այն մյուս աղջիկը։ Չէ, Դուբայում, չէ, դու Լոնդոնում ինչեր ուներ, բարեկամներ չբացահայտել։ Այսինքն նրանց երեխեքը եւ կինը փայեն Ադրբեջանում գործող բոլոր միջինից խոշոր ձեռնարկություններում եւ բնական է ակնկալվում է որ հասարակ ադրբեջանցին, որը կանաչի ծախելով իր օրվա հացն է հարցնելը պետք է հարցնի, չէ, ոնց տենց այս մեր փողն է, չէ, մեր նավթն է, մեր երկրի ունեցվածքն է, մեր հարստությունն է, ինչի է տենց, եւ դա պետք է ինչ-որ զայրույթ, ամբոստություն առաջացնի։ Ոչ, այդ նույն հարցումները ցույց են տալիս, որ այդ հասարակ այդ ժեխը լրիվ օքեյ է գաղափարի հետ, ասում է, բա տարածաշրջանի ամենահարուստ երկրի առաջի դեմքի երեխեքն են, իհարկե նրանք պետք է հարուստ լինեն, իհարկե նրանք պետք է ունենան ունեցվածք, իհարկե, իսկ այն որ ուրեմն այդ ամեն ինչը բացահայտում է, իրանք ուրեմն բանը կամ հայերի վրա են աշխատում, նախանձում են, այդ հայերն են նախանձում, որովհետև իրանք ոչինչ չունեն։ Այսինքն վաղ ասելու են լավ է, որ անվան միլիարդներ է թալանել։ Հիմա մենք ունենք նույնը, այսինքն երբ որ դու իրանք բացատրում ես, որ Աննան երրորդ մասի գոմից դուս եկած, բփռեչ, անլվա, անգրագետ, ոչլոտ, մի հատ կնիկ կա, որը հիմա միլիարդներ ունի։ Որն դու սկսում ես բացել, ասում ես բա Քոչարյանի ունեցվածքը, էս է իրանցը, ու մինչև այդ Քոչարյանի թեման դրանց ուղեղի մեջ չփակվի, ինքը չի անդրադառնալու այն թեմային, որ իրան խաբել են, որ Քոչարյանի ունեցվածքը մինչև վերջի կոպեկ պոչկեքը ներառյալ, եթե խլեն Քոչարյանից, այդ ժեխին բան չի հասնելու, իրանց ոչ թոշակը կբարձրանա, ոչ աշխատավարձները կբարձրանան, ոչ նպաստները, այդ խոսքը գնում այն պորտաբույցների բանակի մասին, որոնց 20,000 ամսական 20,000 դրամով պահում են այդ բանի մեջ, հա, Նիկոլա Մերց շրջանակներում, որ եթե քեզ խելոք չպայես նպաստից կկտրեմ, ոչ բանակը կամրապնդվի, ոչ Հայաստանը, ոչ, պարզապես Ռոբերտ Քոչարյան անունը կամ Բելա Քոչարյան անունը կփոխարինվի Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշինյան եւ մնացած բոլոր։ Ձեզ այդ բանը չի տա եւ կրկնում եմ, միատել եմ կրկնում, որ օրինական ճանապարհով դուք այդ մարդկանց ունեցվածքին չեք կարող կպնել։ Իսկ ապօրինի կարան իմ տունն էլ իմ ձեռից խլեն, ով կարա իրանց խանգարի։ Ով կարա իրանց խանգարի։ Ես կարող այսօր ստեղից դուրս գամ, երկու համբալ բռնեն ինձ տանեն, մտցնեն խուց, ծեծեն, բռնաբարեն, չգիտեմ, վիդեոներ նկարեն եւ լցնեն ցանց եւ ես անզոր եմ այդ ամեն ինչի նկատմամբ, եթե մենք խոսում ենք բեսպրիդելի մասին։
Իսկ եթե մենք խոսում ենք օրինականության մասին, առաջի հերթին պետք է հարցնել Աննա Հակոբյանի ունեցվածքը որտեղից ու դատական հետապնդում հարուցել այդ անլվա էքի նկատմամբ, որովհետև Քոչարյանների ընտանիքը իրանց ունեցվածքը ձևավորվել է այն ժամանակ, երբ որ իրանք արդեն իշխանություն չէին։ Ամենայն դեպս նման հետաքննություն տեղի է ունեցել։ Եթե հիշում եք, հյուրանոց էին ուզում ձեռներից խլեին, ինչ էին ուզում, բաժնում եք տեսեք, հիմա հարց է առաջանում, չէ՞ ինչի է կենտրոնացել երկրորդ նախագահի վրա, ոչ թե երրորդի, N1-ի, ասենք թե հարցում են անցկացրել։ Երկրորդ նախագահի նկատմամբ նորից սկսել են մարտի 1 ու ապրիլի հոկտեմբերի 27 բացել Նիկոլ Փաշինյանը ասեց, չէ, մարտի 1-ի գործը ըստ էության արդեն բացահայտված է։ Դա ասել են 5 տարի առաջ։ Ամբողջ ծավալով, էսա ինձ հուշում են։ Ու 5 տարի հետո պարզվում է, որ փաստորեն ամբողջ ծավալով չէր կամ չի բացահայտվել։ Ու վդրուկ հիմա, հա ու մեկը չկա ասի, բա եսի ինչ։ Ու հիմա վդրուկ մեկը էլի սկսել են բացահայտումներ անել կամ ասում են մենք նորություններ կունենանք այդ գործում։ Այսինքն չի բացահայտվել։ Անդրանիկ Քոչարյանին է նորից առաջին պլան մղել։ Սա խոսքը գնում է ոչ բանի մասին, արդարադատության մասին, ոչ արդարության մասին, ոչ օրինականության մասին։ Սա խոսքը գնում է զուտ մարդիկ պատրաստվում են 26 թվականի ընտրություններին։ Վախեցել են հարցումներից, որ որոշակի ռեյտինգի Քոչարյանը գործը բանկանեն, մյուս տարվա ընտրությունների սկզբին Քոչարյանների ընտանիքի հանգուցային ներկայացուցիչներին կտանեն կփակեն, այն ինչ որ արեցին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որ մի տարի մարդուն բանտում պահեցին, հետո բաց թողեցին ու սկի ներողություն չխնդրեցին։ Այսինքն սա 26 թվականի ընտրությունների թեման է։ Ու բնական է, որ իրանց պետք չի, որ դրա հետ զուգահեռ զարգացվի իրանց սեփական կոռուպցիայի թեման։ Այս նաև պետք է խոսել նրանց մասին, ովքեր Սերժ Սարգսյանի ժամանակ, որ հանկարծ Ռոբերտ Քոչարյանը հետ չգային, տականքների խումբը հատուկ մի քանի թերթ էիք բացել, այդ տականքներ, որ մենակ թե Ռոբերտ Քոչարյանին վարկաբեկենք, Ռոբերտ Քոչարյան դեմ, բայց չգիտեիք, որ դրա գինը հայրենիքն է։ Բայց այս սրիկաներն ասում են ոչինչ, Սերժ Սարգսյանն էլ ինչ ուզում եք ասեք, Ռոբերտ Քոչարյանի վրա էլ եսի մինչեր դրեք, որ ինչա 200 ժելեած լակոտ մաքուր մնան այս երկրում, իշխանություն վերցնեն, կերակ, վերցրեցիք։ Ձեզ թվեր բոլորը կկեղտոտվեն, իբր դուք մաքուր եք մնալու, կերակ, մաքուր մնացիք, որ գրողի ծոցնեք հիմա։ Էսի ավելի խորքային բան կասեմ, ինչից որ էս իշխանը, որ էս Նիկոլեի օգտվեցին։ Հա, եկեք սենց անենք, մինչև 18 թվական այդ Քոչարյան Սարգսյան հակամարտության հարցը չէ Ռոբերտ Քոչարյանի դեմ, շատ կոնկրետ Արման Բաբաջանյանի թերթը ինչով էր զբաղված։ Մենակ դրանով էր զբաղված։ Արման Բաբաջանյանը ինչ որ իշխանության ներկայացուցիչ թերթն էր։ Ով է Բաբաջանյանը, ով է։ Արման Բաբաջանյանը միջև Նիկոլի գալը, ով էր։ Սրա նրա կամակատար էր։ Հալածյալ էր նա։ Ահա։ Իրան կա։ Վովա Գասպարյանն ու այն մեկին չէր ծառայում, իմ մոտ գալիս բարեխոսում էր իրանց հետ չգիտեմ։ Արման Բաբաջանյանը, այո։ Արման Բաբաջանյանը։ Լավ, եկեք տարանջատենք, հա, մինչև 18-ը եւ 18-ից հետո, որտեվ եթե մինչև 18-ը հասկանալի էր, այդ ներքին քաղաքական հակամարտությունը, լավ, ավատը մենք դրա մասին չենք խոսում, հա, մենք խոսում ենք, որ դա տրամաբանական էր եւ հասկանալի։ Մի իշխանական ուժը չի ուզում բանանի զիջի կամ հանդուրժի մյուս ուժին, որ ուզում է այդ իշխանությունը վերցնի, նորմալ է, բայց երբ որ դուք ունեք մեկ խնդիր այսօր համախմբվելու, որ գործող իշխանություններին հեռացնեք ու դուք այդ պարագայում եք իրար ոտի տակ փորում, այ դա անընդունելի է։ Հիմա եկանք ձեր մասնագիտական, ու դա տականքությունը։ Ձեր կարծիքը մեր նկատմամբ, Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Ձեր մեջի այդ բաները խաղիկներ ինձ հետաքրքիր չեն։ Ով ում ինչ ասեց, ով երբ ումա նեղացրել, ով աբիժնիկ մնացել, ինձ դա հետաքրքիր չի։ Գոյություն ունի այսօր նպատակ, որին ծառայելու ընթացքում դուք թուլացնում եք մեր ամբողջ ընդդիմադիր դաշտի ուժերը,
Որովհետև կամ ինքնահաստատվելու խնդիր ունեք, կամ ես չգիտեմ, այդ ձեր հին աբիժնիկական թեմաները առաջ քաշելու ունեք։ Հիմա դա անընդունել է։ Այն ժամանակ ես դա հասկանում էի։ Հիմա չեմ հասկանում ու դատապարտում եմ։ Այ հիմա լսում եմ։ Քիչ առաջ խոսում էինք այդ գարի, տեսեք, ասում են, որ սա այսքան ձայն ունի եւ տարբեր թվեր են ներկայացնում, 20% ձայները օդից է կախված չկա, 30%-ը ոնց բացատրել ես մարդկանց, որ կռիվ է կանում, ինչ որ բան է կանում, այս ձայների համար անտեր մնացած շատ ձայներ կա։ Փոխանակ մտածեն այդ ձայների մասին։ Ամեն մեկը մյուսին եւ սա վերջ չունի ոնց որ տեսնում ենք։ Այնքան բարդ թեմա է, որովհետեւ պետք է sense այն գլխից սկսեմ, որ բացատրեմ այդ թվերը, որ ցույց են տալիս, այսքան տոկոս ունի, այնքան տոկոս ունի, դրանք բան չեն, կոնստանտա չեն, դա փոփոխվող մարմին է։ Ցանկացած երևույթ, ցանկացած իրադարձություն, ցանկացած, ես չգիտեմ, երկրի ներսում եւ երկրից դուրս անձնական եւ հասարակական ինչ որ դեպքը, այդ թվերը Կոնջոյանի կինը 10 միլիոն աշխատավարձով Հայփոստի տնօրեն։ Այս ինչ թվեր է։ Այս էլ ազգային ժողովում է, падգամավորներից է հնչում։ Երեք Կոնջոյան քեզ այլանդակու դու տեսեք ոնց է պահում իրան այս Կոնջոյանը։ Ինչ է անում։ Լսի, եթե թալանը ոնց է լինում։ Եթե ունի կարդոնը շանելու է։ Մարդիկ անպատժելիությունը դա մի հատ հիանալի գործիք է, երբ որ դու գիտես, որ դու անպատժելի ես, դու կարաս քեզ թույլ տաս ամեն ինչ։ Նորմալ է։ Կներեք, ես շեղեցի թեմայից, դու բացատրում եք ձայները։ Այսինքն այդ թվերը, որ այսօր Փաշինյանը ունի 20%, ես չգիտեմ, մյուսը ունի 7%, մյուսը 5%, մի խոսքով, դա փոփոխական բաներ են, թվեր են, ցանկացած պահին դա կարա փոխվի։ Ասեմ ավելին, վաղը չեմ Սուրանը Հակոբյանը կարա մի հատ էլ ուռոդ բերի։ Ինչ բերի։ Ուռոդ։ Ну նմանատիպ էլի, որ պեչատում են այդ գեշ երեխեքին։ Իրանց ռեյտինգը կարա սկսի աճել։ Բան հուշեցի, Արմինե իրան։ Լուրջ եմ ասում, հա։ Թողա գնա ու դրածի բոգը։ Ես չգիտեմ, ինչ որ մեկի մաման կարա մահանա, ռեյտինգը կարա աճի։ Ինչ որ միտեղ ասֆալտ չգցեցին, ռեյտինգը կընկնի, այսինքն այդ թվերը երբ որ ստանում են, այդ не навсегда։ Իրանք պրոստը հասկանում են ոնց է բաշխված թվերը, ինչ ակնկալիքներ ունեն այս թվի հետևում կանգնած մարդիկ, եւ դու ինչ ձև, ինչ ճանապարհով, ինչ մեթոդներով պետք է այդ ակնկալիքները բավարարես, որ այդ թվերը սկսեն փոխվել։ Այ հիմա Ռոբերտ Քոչարյանի այս բանը շոուն։ Դա հենց այդ փորձը այդ թվերը փոխել, որտեվ կա հիասթափվածների հսկայական բանակ, որոնք հիասթափված են, որտեվ Փաշինյանը Քոչարյանին չի նստեցրել։ Հիմա իրանք փորձում են այդ ձեները հետ բերեն, այսինքն իրանք փորձում են այդ թվերը փոխել։ Նստացրել է 2 տարի դարավ նստացրել։ Չէ, 2 տարի ինքը լավ ռեյտինգ ա ունեցել։ Ինքը նստացրել։ Ինքը լավ ռեյտինգ ա ունեցել այդ ժամանակ։ Չէ, բայց այդ ժամանակվա հենց ասես բացահայտվել է։ Չէ, իր ռեյտինգը եկել է նախ Արցախն ա տվել, ժողովուրդը սոված է, հացը կրկնա։ Հացը թանկացել է։ Լավ էլի, ցավը։ Չէ, լավ, Արցախը հետ չի պատմել։ Արմինե, Արցախը հետ, բա հացը։ Ինձ պետք չի պատմել։ Ես տեսնում եմ ինչի համար են այդ մարդիկ հացը իր հացը հետ, հացն էլ հետ, լավ։ Իր համար տրանսպորտի բանը։ Էդ էլ հետ։ Ոչ, как раз ավտոբուսի աշխատանքը ասֆալտը ավելի կարևոր է, քան հացի գինը։ Էսա։ Դու տեսնում ես, ոչ միայն քանի հոգի է Փաշինյանին ուզում կամ չի ուզում, այլ դու տեսնում ես ինչի է ինքը Փաշինյան ուզում եւ ինչի չի ուզում։ Դու տեսնում ես ինչի է նա Փաշինյանից հիասթափել։ Եթե ես դա գիտեմ, ձեզ թվում է իրանք չունեն իրանք սոցիոլոգներին, որոնք այդ ցուցակը բերում են, եւ առաջի տողով գնում է իր խոստումները։ Ու խոստումներից ամենակարևորը այդ է եղել։ Պրոստը ինքը չի հասկանում, որ դա ժամանակավոր բան է, որտեղ եթե
զուտեսականորեն ինքը այսօր բան արեց, կուլակաթափ արեց Քոչարյաններին, 26 թվին ընտրությունները շահ կրեց, 27 թվին այդ ժեխը որ կհասկանա, որ Քոչարյանին նստացնելով, Քոչարյանին կուլակաթափ անելով, իրանց կյանքում ոչինչ չփոխվեց, այդ մարդկանց սրերի վրա է բան անելու, անկումը տապրելու։ Որտեւ այդ մարդիկ տեսնում են, չէ՞, որ իրանց տանդեմի ասֆալտը բռակա ոչ միայն բռակա, այլ տարիներ շարունակ բան չի անում, որ կան շրջաններ, որտեղ չկա ջրամատակարարում, որտեղ կան գյուղեր, որտեղ դպրոցներ են քանդվում, եւ այսպես շարունակ, չխորանամ։ Այսինքն այդ ակնկալիքները հենց այս վարքյանին անելու, դուք ընդհանրապես ձեր պատժի Այսինքն Նիկոլ իրան եսիմինչ անելու սրերն է սրում հիմա։ Այո, որտեւ այդ նույն ժողովուրդը իրանց սրերի վրա է անելու։ Պարացնի էլի ուրիշ բան չմտածես։ Այո, որովհետեւ այդ մարդիկ հասկանալու են, որ Քոչարյանին սննկացնելով իրանց կյանքում ոչինչ չի փոխվելու։ Իդեպ ասես նույնը տեղի ունեցել Ադրբեջանում, որտեւ այդ մարդկանց 30 տարի բաներին ասում էին Ղարաբաղը հետ կբերենք լավ կապրենք, Ղարաբաղը հետ կբերենք լավ կապրենք, այդ մարդիկ հանդուրժում էին ամեն ինչ, այդ սուրբ նպատակ մեր անասուններն էլ ասեն Ղարաբաղը տակ լավ, Ղարաբաղը իրանք վերցեցին իրանց կյանքում բան չփոխվեց, մարդիկ սկսին հարցեր տալ։ Բա հետո բան չի մեր կյանքը փոխվում։ Բան չի լավ չենք ապրում։ Բան չի Հայաստանում շարունակում ավելի բարձր աշխատավարձ ստանալ, քան ես։ Դա շատ վտանգավոր է։ Հիմա Փաշինյանը փորձում է Ադրբեջանի մոդելով բան անի, Հայաստանում այդ ոստիկանական պետություն բանային, որ ոստիկանը իրան կարա թույլ տա նվաստացնել կնոջը, դա Ադրբեջանում ընդունված կարգ է։ Այո։ Ու ես դեռ 18 թվին եմ ասել, որ Հայաստանը գնում է ադրբեջանականացման ճանապարհով։ Այն ինչ որ մենք տեսել ենք տարիներ շարունակ Ադրբեջանում, ես հիմա տեսնում եմ Հայաստանում, ինչ չի եղել երբեք։ Այն Լեյլա Յունուսին, երբ որ Զուքարանում տղամարդը տանում է Զուքարանն ասում է իմ ներկայությամբ արա ինչ անում ես, երբ որ ասում են չեք ամաչում, ինչի եք կնոջը տենց նվաստացում, ասում է ինքը կին չի, ինքը հայ է։ Հիմա մենք այդ ամեն ինչը տեսնում ենք Աղաքյան Լիլիթի նկատմամբ։ Վաղը դա լինելու է իմ հետ, Փոստանջան Զառայի հետ, Անժելա Թովմասյանի հետ, ու գտնվելու են ինչ-որ քպեական էքեր, որոնք ասել են լավ են արել։ Իրան ժեխնել հետը։ Այո։ Չհասկանալով, որ մի գեղեցիկ օր դա իրանց երեխեքին է կպնելու, մի գեղեցիկ չէ, ինքը արդեն 20-ին կպել է, իրանց բոլոր երեխեքին կպել է։ Չեք հասկանում։ Լավ, ինչև է։ Ավելի խորքային, հա, կուզենայի անդրադառնալ կրթելու այս ծրագրով ինչ է անում Աննան։ Արդեն հոգնել եմ այդ թեմայից իսկական։ Ասում են, որ աղանդավորական բան կա այդտեղ կա։ Ես չգիտեմ, ես այդ կրթվածության մակարդակի Եվ ինչի է Նիկոլին էլ ներքաշել, արդեն Նիկոլին էլ է ներքաշել մեջը։ Դրանց բանը այդ վիդեո բլոգը ինչ եղավ։ Դեռ շարունակում է։ Հա, դու հույս ունես, ես էլ չի լինի, կեսից, հա, հասկացա։ Չգիտեմ, ես իմ թուրքական փոխմսխելու թեմայա, կրկնում եմ մի անգամ էլ, ամեն անգամ էն եմ ասում։ Ասում են մի հատ ասա ինչքան ես ծախսում, էլի շրջանցում է։ Էլի այնտեղ Թալանի թեմայա, չա։ Լսեք։ Մի հատ էլ եմ կրկնում։ Այս զույգին կիրթ հասարակություն պետք չէ, որտեղ նրանք կարող են կառավարել եւ նրանց պետք է, որ կառավարվի միայն անգրագետ ժեխ։ Որտեւ մենակ անգրագետ ժեխին ինքը կարա խափի, ֆրծնի, այստեղ խոսքն անդեղ անի ճիշտ հակառակը, կիրթ մարդ այդ մարդկանց պետք չի։ Եվ երբ որ դու գտնվում ես երկրի գլխում, հասարակության կրթելը ունի մեկ ճանապարհ՝ կրթության, համատարած կրթության որակը բարձրացնելու, եւ դու դա անում ես ոչ թե ինչ որ քո ջոշ
տուսովկեքով, այլ կրթության նախարարությանը տալիս ես հանձնարարական, որ կրթության նախարարությունը կատարի իր բուն գործառույթը։ Սա է։ Այդ ես կարամ ասեմ, որ կրթվածության մակարդակը այդքան է բարձր չի, կուրսեր կազմակերպեմ, ցանկացողներին կրթեմ, որտեվ ես չունեմ այդ գործիքակազմը։ Բայց կրթության նախարարությունը ինչի համար է, եթե ինչ-որ անկապ եք, վդրուկ որոշում է, որ պետք է բան անի, կրթի հասարակությանը։ Իմիջիալս դու անդադ ասում ես ինչ ասում է Աննա Վարդատողն, հավանաբար դեպս մի բան ասեց ու արեց Աննան, ասա ինչ։ Ինչ։ Ասեց գալու ես մուղամ լսես Շուշի հրավիրեց։ Մարդը մայիսի 9-ին մուղամի այդ կենտրոնը բացեց։ Ոչ, ինքը տենց չի ասել։ Հա, ասեց սուրճ հյուրասիրել։ Չէ, Ապես առաջին կեսը չէ։ Ոչ, ակար այս էտա որ իրան Կիսատ պրատայինքա չհրավիրեցին։ Անշնորհները։ Մեհրբան Ալիևան փող չունի Աննա Հակոբյանի ճայ խմելու համար փող տա։ Մենք գիտենք չէ, որ ինքը վճարովի է լափում։ Հմեկի վարած քաղաքականությունը քիչ է մնում, ասենք որ Գերմանիան գալու էր մեզ հմեկի տնօրենը ով է։ Այսինքն հիմա պարզվեց հանուն ոչնչի հմեկի տնօրենը ով է։ Ազատություն ռադիոկայանի բուսած ապազգային սրիկաների սրիկայակույտից մեկը։ Այդ տղեն իմ աշխատած պոակի տնօրեն էր։ Հա։ Այո, ինքը եկավ պոակը ասենց քանդեց հիմնովի ու ասել եմ, մի հատ եք ասեմ, եթե մոռացել եք, այդ տղան ինձ անձամբ ինձ 4 վկայի ներկայությամբ ասել է հետևյալը, որ այսուհետ դա 2018 թվականի սեպտեմբերն էր։ Էլի ձեր մոտ էր այդ ժամանակ։ Հա, ինքը մի անգամից հունիսից եկավ մեր մոտ։ Ասեց, որ մեր քաղաքականությունը Ադրբեջանի նկատմամբ այսուհետ փոխվում է եւ մենք չենք անելու ոչինչ, ինչը կարող է զայրացնել Իլհամ Ալիևին։ Դա ասվել է անձամբ ինձ եւ 4 վկայի ներկայությամբ։ Իդեպ այդ վկաներից մեկը գիտեք ով էր։ Այն մի հատ sense եթիմ կա է ագնոսներով քաչալ Արթուր Հովհաննիսյանը, որը նրա տեղակալն էր։ Այդ Արթուրը այնտեղ նստած էր, մյուսը Նարեկն էր ազգանունը չեմ հիշում, կարծեմ Ադամյան եւ մեր ստաֆից մի հատ աղջիկ։ Հենց որ նորմալ է որ ինքը այդ քաղաքականությունը հիմա տարել է հմեկ։ Չէ, այդ քաղաքականության համար են իրան տարել հմեկ, ինքն է ամեն դեպքում մարդը հաջող, բարեհաջող քանդում է այդ ամեն ինչը պետք է բան, ինչի համար նրան հրավիրել։ Տիկին Ադիվեկյան, տեսեք, մեր եթերում Աննա Մկրտչյանը խոսեց ծրարի մասին, որ պարունակության, Լուկաշենկոն խոսեց 5 միլիարդ ինչ-որ շրջանառվեց 5 միլիարդի մասին, ինքը խոսեց Վանեցյանն էր խոսում ծրարի մասին։ Եթե ընդունենք դա, այսպես ասեմ, իրականություն է եւ Նիկոլը վերցրել է այդ 5 միլիարդը եւ ծախել է Արցախը, հիմա էլ 10 միլիարդը Հայաստանը ծախելու։ Հիմա իրան պատին են դեմ տվել են, ինքը պետք է անի դա։ Դա հարելա ինչ խորհուրդ կտակ Նիկոլին։ Ուզում եք դատվեմ։ Դե օրինակ պարոն Բագրատյանը շատ ողջամիտ խորհուրդ տվեց, ասեց ավելի լավ է կանգնի Խոստովանի, վերցրել եմ, այսպես է, ասեց հաստատ մենք ավելի բարեգութ կգտնվենք, մեր բանտերում ավելի նորմալ պայմաններ կան։ Միանում եմ պարոն Բագրատյանի խոսքերը։ Չէ, քոնն ասա, Ես իմը չեմ ասի, որովհետև ես Մելիքյանին խոստացել եմ։ Դե պետք է ասեիր գնես, ինչ արա, բայց ասեց, ես ասեցի չոր հացել, կուղարկին ասեց չէ, նորմալ հացել կտան։ Թող ինքը ավելի լավ կլինի, Խոստովանի ասի արել է, որտեղ իրան շատ ավելի դաժան բան է սպասելու հենց իրենց կողմից, իրանք ոչ մի ծախվածի, հետո չեն, թե դու ավելի լավ կիմանաս ադրբեջանցի թուրքերին չէ, ադրբեջանցիները ինչ են անում։ Ես ընդհանրապես կարող եմ համալրել պարոն Բագրատյանի խոսքը, որ անգամ ինքը կարող է սկի բանտում էլ չնստի, կգնա Կիրանցում կամ Շուռնուխում, իրան տունն է կտանք, կովն էլ կտանք, սաղ ամեն ինչով կապահովեն, որ գնան ապրեն այն սահմանի վրա։ Նիկոլ, լսում ես, եթե Արմինեն է ասում, արի մտածի։ Ապրեն այն սահմանի վրա, որը իրանք իրանց հալալ ձեռով
գծել են։ Այսինքն ճանապարհ ունի ինքը, էլի, ինքը ընտրությունն է ճանապարհ ունի, եթե որտեվ ասում են իրանք աղապատին են դեմ, ինքը ճար չունի, եթե կարապահպանի, եթե եմ ասում, չասեք ասեմ, եթե բարեկեցությունը չի պահպանի, Աննա Հակոբյանը չի վայելելու այդ միլիարդները, իհարկե կով կթելով կաթ բանը կարակ խփելով тут причем ինչը կողա կինն է, ինչն է, դեր բան ասեցի։ Ամբողջ ընտանիքը աքսորվում է սահման։ Այդ մարդը ասեց ընտանիք չի, ես իմիջ չի, ինչ ընտանիք։ Ոնց բանը ինքը ասել էր, չէ, ես բան եմ, դեկաբրիստի կնիկ եմ, ուր մարդը սնդեղ ես։ Նենց որ էդ էլ հո ինքն է ասել, ես լեզվից չեմ բռնել։ Ну ամեն դեպքում հնարավորություն կա անգամ բանտախցում չհայտնվել Փաշինյանը ունի այդ ընտրությունը ավելի լավ կլինի Խոստովանի եթե ամեն առավոտ նայելով ադրբեջանական բանին դրոշին սահմանային կողմից պատեին կողմից կասի ինչ երջանկությունն է որ ես ամեն առավոտ սա տեսնում եմ ծառել էլ կտնգեմ ու ամեն ինչ լավ կլինի Շնորհակալություն խնդրեմ